Պարոն Աբրահամյան, քաղաքպայմանագիրը այսպես պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ խաղաղությունն այլևս իրողություն է, եւ երեկվա հայտարարությունն էլ երբ որ ընդունվեց խորհրդարանում մեծամասնության քվեարկությամբ, այդ հայտարարության քննարկման ժամանակ քաղաքպայմանագրի ղեկավարը հայտարարեց, որ խաղաղությունն այլևս փաստ է եւ դրա վկայությունն այն է, որ սահմանին այլևս զինվորներ չեն զոհվում, եւ եթե ընդդիմությունը չի մասնակցում այս քննարկմանը, նշանակում է խաղաղությանը դեմ են։ Կխնդրեմ նախ սրան անդրադառնալ եւ այդ արդյոք սա փաստ է, որ խաղաղությունը, եթե սահմանին կրակոցներ չկան։ Շնորհակալություն։ Նախ ես չեմ հանդիպել այնպիսի քաղաքական ուժի, ով խաղաղությունը, իրական խաղաղությունը կհամարի խնդիր եւ խոսա մշտական պատերազմների կամ պատերազմական ցիկլի մասին։ Սա մեկ։ Մեր մասնակցության հետ կապված, երբ որ հայտարարեց, որ խնդիր կա նաեւ դիրքորոշումներ արտահայտելու, օրինակ Հանրապետականը իր դիրքորոշումը արտահայտել է այդ թվում նաև Վաշինգտոնյան հանդիպումից հետո բավականին ծավալուն տեքստով, կետային առումով խմբակցությունը իր մոտեցումը այդ փաստաթղթի վրա արտահայտել է։ Մեր համար ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է որոշակիորեն այսպես կոչված գործընթացի սնուցելը կամ խնամելը, ապահովել դրա համար անհրաժեշտ նաև քարոզչական ապահովման միջոցներով եւ փորձեց երկու ժամանոց քննարկման միջոցով հանրությանը նոր ուղերձներ հղել առայն, որ խաղաղությունը որպես այդպեսին արդեն իսկ եկել է այստեղ եւ այլն եւ այլն։ Իրականության մեջ ինչ մենք նաև այսօր ենք այստեղ խոսում, ՄԱԿ-ի ամբիոնում այդ հայտարարությունները, դրանից առաջ Ադրբեջանի նախագահի օկուպացված Քարվաճառում հնչեցրած հայտարարությունները սպառազինվելու մասին, Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեի քննարկումները, մասնավորապես ռազմական բյուջեի շուրջ 4% աճը եւ այլն, ըստ էության խոսում են այն մասին, որ եթե Ադրբեջանը նույնիսկ չի պատրաստում պատերազմական գործողությունների, ակնհայտորեն մեծացնում է իր ռազմական ներուժը, խախտում առանց այդ էլ խախտված ռազմական բալանսը, որը այս ողջ ընթացքում մենք տեսել ենք օգտագործում է Հայաստանի նկատմամբ ճնշումների եւ այդ շանտաժի քաղաքականությանը զուգահեռ պահպանելու համար, եւ այս համատեքստում, գիտեք, մեկ բան է հայտարարել մի բան, որը ձեր ցանկությունն է, մեկ այլ բան է, թե իրականության մեջ դա այդպեսին է։ Յուրաքանչյուրը կարող է այս կամ այն ամբիոնի մոտ, միկրոֆոնի մոտ հայտարարի բաներ, որը լինի շատ մեծ ցանկություն, որը իրականության դրան չհամապատասխանի։ Իսկ խաղաղության եւ պատերազմի հետ կապված շահարկումները, որոնք ներկայացվեցիք նաեւ ձեր հարցադրման մեջ, իրականում մի փոքր այլ են։ Մեր տեսակետը մշտապես եղել է հետեւյալը. մենք բնականաբար մշտապես հանդես են գալիս խաղաղության օրակարգի եւ խաղաղ գործընթացների իրավիճակը խաղաղ հանգուցալուծման տանելու տեսանկյունից, բայց մենք որպես սկզբունք դնում ենք դրույթներ, որոնք պետք է ապահովեն այդ խաղաղությունը։ Եթե դու խոսում ես խաղաղության մասին, նույն իշխանությունը 21 թվականին խոսում էր ընտրություններից առաջ խաղաղության օրակարգի մասին, ասում էր խաղաղության դարաշրջան ենք բացում եւ մինչ տարբեր մարզերում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում էին նոր խաղաղության դարաշրջանի բացման մասին, ադրբեջանցիները զուգահեռ մայիս ամսին Հայաստանի Հանրապետության սահմանի տարբեր ուղղություններով ներխուժում էին Հայաստանի Հանրապետության տարածք։ Այն իշխանությունը, որ 21-ին եկավ եւ ասաց հանրությանը, որ ես եկել եմ խաղաղության օրակարգով, 21 թվականից հետո մենք 22 թվականի սեպտեմբերին ունեցանք դաժան պատերազմ տարածքային եւ մարդկային հսկայական կորուստներով, 23-ին ունեցանք տեղ գյուղի ուղղությամբ արդեն այս շրջափուլում, 23 թվականին հանձնվեց Արցախը եւ այլն։ Այսինքն այն իշխանությունը, որը արդեն սրանից առաջ երկու անգամ խաղաղություն էր խոստացել մեր հանրությանը, վերեց նոր ողբերգություններ, նոր կորուստներ, որոնք արտահայտվեց ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասով։ Դեռ չեմ խոսում այն հազարավոր զոհերի մասին, որոնք 44-օրյա պատերազմին եւ դրան հաջորդած ագրեսիաների ժամանակ ցավոք արձանագրվեցին։